Վերջին շրջանում Եվրախորհրդարանը ակտիվորեն քննարկում է Արցախին Բաքվում պահվող ռազմագերիներին Հայաստանի Հանրապետությանը վերաբերող համահայկական հարցեր, բանաձևեր, որին նա վերջին անգամ նաև հնարավորություն ունեցան մասնակցելու Եվրոպայի հայդատի գրասենյակի ղեկավարը, Հայաստանի Հանրապետությունից ներկայացուցիչ, եւ ինչպես եք առհասարակ դուք գնահատում հատկապես վերջին բանաձևի շուրջ լսումները եւ ինչ ազդեցություն ունի հայ համայնք այս գործընթացում։ Նախ շնորհակալ եմ հրավերքի համար, այո, դուք իրավացի եք, վերջին շրջանում Եվրոխորհրդարանում եւ ոչ միայն Եվրոխորհրդարանում, նաեւ տարբեր եվրոպական երկրների խորհրդարաններում ակտիվ լսումներ են տեղի ունենում Արցախի, ինչպես նաեւ Արցախի իրավիճակի եւ ինչպես նաեւ հայ ռազմագերիների հարցերի վերաբերյալ եւ այդ հարցերը կարծես թե հայտնվել են բոլոր երկրների օրակարգերում եւ ես միայն դա կարող եմ դրական գնահատել, այս նախաձեռնությունները ընդհանրապես կոտրում են ընդհանուր միջազգային անտարբերությունը եւ ցույց տալիս, որ միջազգային հանրությունը անտարբեր չէ ինքնիշխանության եւ մարդու իրավունքների խախտումներին, որոնք ենթարկվել են թե Արցախահայությունը եւ թե այս պահին Բաքվում գտնվող մեր ռազմագերիները։ Մայիսի 13-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևն արդեն ինքնին հստակ եւ ուժեղ ազդակ էր, որ մարդու եւ միջազգային իրավունքների հարգման հստակ ազդակ էր եւ կարծում եմ, որ Ադրբեջանի կողմից Ամիր Խաչի գրասենյակների փակումը եւս կարծես թե արթնացնող ազդակ էր եվրոպական կառույցներին եւ հենց խորհրդանի բանաձևում նույնիսկ առանձին կետով դա նշվում է, որ պետք է անմիջապես վերաբացել այդ կազմակերպությունների գրասենյակները եւ եվրոպական երկրների դեսպաններին հորդորում էր նաեւ այցելել ռազմագերիներին եւ վերահսկել ընդհանրապես process-ը։ Անցած շաբաթ Բելգիայի ֆեդերալ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւս այդ հարցը դրված էր օրակարգում, եւ որին էլ հենց իրականում մասնակցում էին մեր երկրի դեսպանը եւ Հայդատի Եվրոպայի գրասենյակի տնօրենը։ Այդ նախաձեռնությունը արվել էր բարեփոխումների շարժում կուսակցության պատգամավոր Միշել Դմակտի եւ Open VLD կուսակցության պատգամավոր Էլս Վան Հոֆի կողմից եւ այդ լսումների ընթացքում բանաձև է ներկայացվել, որին նաեւ հրավիրել էին Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, ինչպես նաեւ Հայդատի Եվրոպական գրասենյակի տնօրեն Գասպար Կարապետյանը։ Նրանք երկուսն էլ խոսեցին եւ ներկայացրեցին իրավիճակը եւ մոտակա օրերին բանաձևը կդրվի քվեարկության։ Սա նույնպես կարևոր է, այսինքն այս հարթակները եւս կարևոր են նման հարցեր բարձրացնելու համար։ Իմ կարծիքով որքան շատ բարձրացվեն այդ հարցերը, այնքան ավելի ուժեղ կլինի դրանց ազդեցությունը խաղաղության բանակցությունների վրա եւ բայց եւ այնպես այդ բանաձևերը արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, երբ որ միջազգային հանրությունը գնա հայտարարություններից անդին եւ կենտրոնանա կոնկրետ գործողությունների վրա, ինչպիսիք են օրինակ մշտական դիվանագիտական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, ինչպես նաեւ հատկապես այդ բանաձևերը, որոնք ընդունվում են խորհրդարանների կողմից, կիրառվեն նույն երկրների կառավարությունների կողմից։ Դուք դա որքանով եք հավանական համարում, նաեւ ես նշեմ, որ դուք բարեփոխումների շարժում կուսակցության անդամ եք, քիչ ավելի ուշ կխոսենք այդ մասին ավելի մանրամասն։ Հայ համայնքի դերակատարությունը ինչքանով եք կարևորում նաեւ այդ գործընթացում, որպեսզի կառավարությունները եւս ճնշում գործադրեն արդեն հայ համայնքի ձայների բարձրացրած կոչերի միջոցով։ Իհարկե հայ համայնքի ազդեցությունը բավական կարևոր է եւ Եվրոպայում ապրող հայերը տարբեր կառույցների միջոցով լոբիստական աշխատանք են տանում բարձրացնելով իրազեկվածությունը այդ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև փորձելով եվրոպական գործիչների
մոտ դիրքորոշում ձևակերպել։ Այսինքն հայ համայնքի ներկայացուցիչը, որը նաև այդ երկրի քաղաքացի է, իրավունք ունի, իր օրինական քաղաքացիական իրավունքն է հարցը բարձրացնել տեղական падգամավորի հետ եւ ֆեդերալ падգամավորի հետ, նույնիսկ լոկալ մակարդակով եւ պահանջել, որպեսզի իրենց падգամավորները այդ հարցերով քննարկումներ անեն։ Այդ իմաստով ես կարծում եմ, որ բոլոր երկրներում էլ հայ համայնքը շատ ակտիվ աշխատում է եւ մեզ մոտ նույնպես, այսինքն մենք փորձում ենք մեր համայնքի հնարավոր ազդեցությունը բերել, ձևավորել դիրքորոշում, ձևավորել վերաբերմունք այդ հարցերի վերաբերյալ։ Անցյալ տարի Եվրախորհրդարանում ընտրություններ էին, բարեփոխումների շարժում կուսակցությունը նույնպես ներկայացված էր, դուք նույնպես ներկայացված եք եւ բացի ձեզնից եւս 4 հայազգի падգամավորական տեխնացուներ են ներկայացված, որքան հասկանում ենք ոչ մեկը չանցավ խորհրդարան հայազգի падգամավորներից, ինչու եւ եթե պատկերը այլ լիներ եւ դուք դառնայիք падգամավոր, առաջին ելույթը որ կունենայիք ինչի մասին կլիներ եւ ինչ այսօր չի արվում, այսպես արձևակերպենք։ Իրականում առաջին անգամ էր, որ հայկական համայնքից, այսինքն հայկական ծագում ունեցող 5 տեխնացուներ ունեին բելգիական ընտրություններում եւ որոնք ներկայացված էին տարբեր հարթակներում՝ ռեգիոնալ, ֆեդերալ եւ եվրոպական։ Եվ առաջին անգամվա համար կարծում եմ, որ մենք շատ լավ արդյունքներ ունեցանք։ Միայն ես գրեթե 23,000 ձայն հավաքեցի ամբողջ Բելգիայում, իսկ մենք Բելգիայում այդքան ընտրող հայկական համայնք չունենք։ Դա նշանակում է, որ ինձ նաև ձայն են տվել ոչ հայերը եւ եվրոպական մակարդակով այդքան ձայները բավարար չէին անցնելու համար, բայց սա շատ կարևոր ազդակ էր նաև բելգիական կառավարությանը, բելգիական կուսակցություններին, որ նրանք այսօր կարող են հայկական համայնքի հետ հաշվի նստել եւ ի նկատի ունենալ։ Նման լավ արդյունքներ ունեցել են նաև մեր ռեգիոնալ եւ ֆեդերալ ընտրություններում, որի պետք է ասել, որ մասնակիցները նաև շատ երիտասարդ էին, այսինքն իրենց առաջին փորձն էր եւ այնուամենայնիվ ճիշտ է, այդ ժամանակ մենք չունեցանք ընտրող տեխնացուներ, ընտրված տեխնացուներ, բայց հոկտեմբերի տեղական կառավարման ընտրություններում ունեցանք Բրյուսելի Ժետ համայնքում արդեն ունենք ընտրված ավականու անդամ, որը գալիս է նաև, որը ազդեցությունն է նաև հունիսի ընտրությունների։ Հայաստանի Հանրապետությունը Տիկին Արյան կարծես թե անմասն է մնում այս բանաձևերի քննարկումներից, իհարկե ի բացառություն վերջին բանաձևի, որի մասին քիչ առաջ խոսեցինք, Հայաստանի արտաքին ներկայիս քաղաքականությունը որքանով է խանգարում այս գործընթացներին եւ այն միջազգային ջանքերին, որոնք տարվում են հանուն Արցախի, հանուն Բաքվում պահվող հայ ռազմագերիների։ Վերջին ամիսներին մենք իսկապես ականատես ենք լինում Արցախի եւ ռազմագերիների հարցերի վերաքննարկում, որ նորից դրանք տեղ են գտնում եվրոպական քաղաքական օրակարգում, լինի դա Եվրոխորհրդանում եւ թե Բելգիայի խորհրդանում, դա բնականաբար հենց այնպես չի արվում, դրա հետևում ահռելի աշխատանք է տարվում, այսինքն նույն այդ բանաձևերը առաջ տանող падգամավորների հետ է աշխատանք կատարվում, տարբեր ատյաններից ելույթ ունեցող մասնագետների հետ է աշխատանք կատարվում, նաև կատարվում է փաստագրական եւ ապացույցների հավաքագրում եւ ներկայացվում վերջիններիս։ Շատ կարևոր է եւ ես դա շատ կուզենայի նշել, որ բացի այս հրապարակային քայլերից տեղի ունենում նաև լուռ, բայց համակարգված դիվանագիտական աշխատանք, այսինքն ոչ հրապարակային կամ ինչպես ասում են կուլիսային դիվանագիտությունը, որին շատ հաճախ հանրությունը տեղյակ չէ, առանցքային նշանակություն ունի նման բարդ հարցերում։ Անկեղծ ասած, չգիտեմ ինչու եք միայն դուք վերջին քննարկումը նկատում որպես մասնակցություն հայկական իշխանություններից, որպես մեկը, որ հետևում է հայկական թեմայով գրեթե բոլոր քննարկումներին, լինի դա եվրոպական, թե Բելգիայի իշխանական կառույցների, ես չեմ տեսել մի քննարկում, որտեղ մեր Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանը մասնակցած չլինի,
բոլոր ոչ մի քննարկում այդ թեմայով բաց չի թողնում եւ առավել եւս ոչ մի ելույթ, ոչ մի ատյան բաց չի թողնում այդ մասին ասելու։ Փնտրեք ինտերնետում եւ չեք գտնի մի ելույթ, որտեղ նա այդ մասին խոսած չլինի, ռազմագերիների վերաբերյալ ներկայացրած չլինի։ Այդ իմաստով համայնքը Եվրոպայի հայդատի գրասենյակը եւ լոբիստական կուսակցությունները եւ դեսպանությունը համատեղ աշխատում են Բրյուսելում, իսկ դեսպանները, եթե ես չեմ սխալվում, վերջին տվյալներով կառավարության անդամներ են հանդիսանում։ Շատ լավ, եւ վերջին հարցը, դուք չանցաք խորհրդարան, ինչով եք զբաղվում հիմա կուսակցության ներսում եւ ինչով է զբաղվում կուսակցությունը, այսպես ասենք։ Կուսակցությունը, քանի որ կուսակցությունը լավ հաղթանակ տարավ, հա, հունիսյան եւ հոկտեմբերյան ընտրություններին, նա այժմ կառավարության մաս է կազմում եւ փորձում է բարեփոխումներ առաջ տանել երկրում կան ներքին խնդիրներ բնականաբար ես շարունակում եմ իմ գործունեությունը կուսակցության ներսում ավելի ակտիվ եմ այս պահին մեր տեղական կուսակցական բջջի մեջ, այսպես ասած, հետևում եմ կուսակցության աշխատանքներին, մասնակցում եմ եւ նաեւ ներգրավված եմ այն համայնքը, որտեղ որ ես բնակվում եմ, կոչվում է Վոլիվե-Սեն-Լամբեր, այդ համայնքը ունի միջազգային հարաբերությունների կազմակերպություն, որի մեր կուսակցության կողմից ադմինիստրատիվ ներկայացուցիչ եմ հանդիսանում։ Ես անձամբ եմ ընտրել այդ ուղղությունը, մտածելով, որ դա հնարավորություն կտա ապագայում ստեղծել երկկողմանի հարաբերություններ Հայաստանի հետ, որտեղ նաև այդ կազմակերպությունն է զբաղվում օրինակ երկու քույր քաղաքների հարցերով կամ մշակութային եւ տնտեսական համագործակցությունների հարցով եւ կարծում եմ որ դրա կարող եմ այդ հարցերում փորձել ինչ որ հարաբերություններ ստեղծել Հայաստան եւ Բելգիա երկրների միջեւ